Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տաճարի վերաօծման արարողությանն էի գնացել եւ այնտեղ իմ դիտողներից մեկին հանդիպեցի։ Շատ ուրախացա, որ մոտեցավ, ասեցի մալիքը նայում է, հետո զրուցեցինք, պարզվեց արձակագիր է։ Ու մի պատմություն կարդացի, որը նաև ձեր համար եմ ուզում, սիրելի բարեկամներ, ընթերցել, հուզիչ, մեր ընդհանուր հայոց պատմության էջերից է, այն ինչը կարող էր մեր ընտանիքներում տեղած լիներ, մեր պապերի, տատերի հետ։ Ինչպես հասկացաք, երևի Եղեռնի մասին է խոսքը։ Շատ չեմ ուզում նախաբանը իմ խոսքերով ծավալվել, երկարացնել, անմիջապես ուզում եմ կարդամ։ Տիկին Մելիքյան Քնքուշի պատմվածքն է, որը գրվել է 2015 թվականին եւ կարդամ այն։ Դուք կարող եք զբաղվել որևիցե ձեր գործերով ու ուղղակի լսել։ Պատմվածքը կոչվում է Թուրքից մազապուրց։ Ավտոբուսից իջած տղամարդը լայնեզր գլխարկը գլխին դնելով մոլորված շուրջը նայեց։ Նրան ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։ Ամեն մեկը իր ուղեբեռը վերցնելով հեռացավ։ Ձեռքին մի փոքր հնամաշ պայուսակ էր ու հետաքրքիր նախշերով ձեռնափայտ։ Փոքր երեխաներ էինք։ Ամեն անգամ ավտոբուսի գյուղ մտնելու պահին վազում էինք կանգառ եւ սպասում հյուրերի։ Սովորականի նման ես էլ էի կանգառում, սպասում էի մորս։ Մեր տունը Վանաձորում էր, իսկ գյուղ եկել էինք ամառը անցկացնելու։ Մայրս չեկավ, չնայած խոստացել էր, որ կգա եւ իր հետ կբերի հորաքրոջս աղջիկներին։ Երբ ավտոբուսը պտտվեց ու գնաց եկած ճանապարհով, խռոված բռնեցի տունդարձի ճանապարհը։ Անծանոթ մարդը դեռ կանգնած էր, նույն տեղում։ Ամաչելով մոտեցա նրան։ Դուք ինչ-որ մեկին եք սպասում, չեն եկել դիմավորելու, ասացեք, ուր պետք է գնաք, ես ցույց կտամ ճանապարհը։ Նա որ մինչ այդ կանգնել ու խոժորված հայացքով դես ու դեն էր նայում, մի տեսակ տանջալից ժպիտը դեմքին շրջվեց դեպի ինձ։ Այստեղ ոչ մեկին չեմ ճանաչում, եկել եմ հեռվից, չգիտեմ, կգտնեմ նրան, ում փնտրում եմ։ Հետաքրքրությունս ավելի սրվեց։ Դավադիր շշնջոցով հարցրի. Կասեք անունը, միգուցե ճանաչում եմ նրան։ Աղջիկս, փնտրում եմ քրոջս։ Ամբողջ կյանքում փնտրել եմ նրան։ 3 օր առաջ լսել եմ, որ նա ապրում է այս գյուղում, անունը Թագուհի է։ Օհո, բացականչեցի ու տղայավարի սուլեցի։ Մի քանի օրվա վարժություններից հետո սկսել էի սուլել։ Եվ առաջինը այդ մասին անծանոթ տղամարդը իմացավ։ Նա բռնեց ձեռքս, համարյա ծունկի գալով իմ առջև հարցրեց. Դու այդ անունով կին ես ճանաչում։ Ասա, աղջիկս, Թագուհին քեզ նման կարողանում էր սուլել եւ շարժում էր իր հասակակից տղաների նախանձը։ Ասա, ճանաչում ես։ Սիրտս կծկվեց, անակնկալի եկա, անծանոթի տարօրինակ արարքից։ Երբեք չէի տեսել, որ տղամարդը ծնկի գար երեխայի առջև։ Թագուհին իմ նանի անունն է, բայց նա ոչ մի եղբոր մասին չի պատմել։ Ընդհանրապես նա ոչ մի հարազատ էլ չունի եւ մեղմելու համար ասածս ավելացրի։ Դա իմ կարծիքն է։ Ցույց տուր, թե որտեղ է նրա տունը։ Երևի հենց նրան էլ փնտրում եմ։ Ես առաջ ընկա։ Այդ ամենը մի տեսակ հեքիաթի էր նման։ Խառնիխուռն մտքերով ծանրաբեռնված ուղեկցում էի այդ ծեր ալեհեր մարդուն։ Քեռուս տուն հասնելու համար պետք է շրջանցեինք գյուղի կենտրոնն ու գնայինք այգիների արանքով։ Նա հևում էր, հաճախ կանգնում ու սրբում
ճակատի վրայով հոսող քրտինքը։ Ես էլ կանգնում սպասում էի նրան ու մտածում. տեսնես այս մարդը իրոք նանիս եղբայրն է, թե… Վերջապես տեղ հասանք։ Ինձ տուն գցեցի և նանիից, որ սանդերքը ոտքերի արանքում դրած բուրդ էր գզում, հևալով ասացի. Նանի, մի տարօրինակ մարդ է եկել ու ասում է, որ քո եղբայրն է։ Նանի, դու եղբայր չունես, չէ՞։ Ես իրեն ասացի, իսկ ինքը ասաց, որ հենց քեզ էլ փնտրում է։ Նանս դողահար ձեռքերով մի կողմ հրեց սանդերքը և արագ բարձրացավ տեղից։ Բրդի մալանչները, որ խնամքով դարսված էին իրար վրա, ցիր ու ցան եղան։ Անծանոթ մարդը արդեն դռների մեջ կանգնած նայում էր նրան։ Նանս միշտ սև, երկար տարազ էր հագնում, իսկ գլխին դնում էր բնական սուտակով ու զմրուխտով զարդարված կոպի։ Ոչ մի կին իր շրջապատում այդպես չէր հագնվում։ Երազում էի, որ մի օր իրենից շուտ կարթնանամ և գլխիս դնելով կոպին կնայեմ հայելուն։ Սակայն նա միշտ շատ վաղ էր արթնանում, իսկ խնդրել չէի համարձակվում։ Նանս աչքերը կկոցած զննում էր տղամարդուն, որի տանջահար դեմքի վրայով հոսում էին արցունքները։ Դու հիշում ես եղբորդ անունը։ Մենք այն սարսափելի օրը կորցրինք իրար, հիշում ես։ Անտառում էինք, երբ տեսանք, որ մեզ ուղեկցող մարդը սպանում է բոլոր քնած կանանց ու երեխաներին։ Փախանք։ Նա հետապնդում էր մեզ և կհասներ, բայց հանկարծ սայթաքեցինք ու ես գլորվեցի ձորը, միայն չեմ հասկանում, թե նա ինչպես խնայեց քեզ, ախր մենք ականատես էինք, խոսում էր սնքրտոցով։ Նանս, որ մինչ այդ կանգնել ու գունատված նայում էր օտարականին, ճչաց ու նետվեց դեպի նա. Գրիգոր, իմ խեղճ որփուկ, հավատամ աչքերիս, որ գրեթե կուրացել են քո կորուստը ողբալուց։ Նրանք գրկախառնվել, բարձրաձայն լացում ու համբուրում էին իրար։ Քեռիս կնոջ ու երեխաների հետ եկել ու զարմացած մեխվել էր տան շեմին։ Առաջինը նա ուշքի եկավ ու հրահանգեց. Գնացեք կանչեք քույրերիս, մինչ մենք կկանչեինք մորաքույրներիս։ Տաքսիով եկան մեր ընտանիքի բոլոր անդամները, բացի եղբայրներիցս։ Նրանք ծառայում էին բանակում, և հորաքրոջս աղջիկները։ Մի իսկական իրարանցում սկսվեց, գառներ էին մորթում, նկուղից հանում էին հյուրերի համար նախատեսված բոլոր ուտեստները, գինի, հոնի ու տանձի օղի։ Քանի որ ես էի առաջնորդել Գրիգոր պապիկին, ինձ իրավունք էի վերապահել և նրանց մոտից ոչ մի տեղ չէի գնում, այլ համակ ու ուշադրություն դարձած, լսում էի նրանց ողբերգական պատմությունը։ Մեր Տալվորի գյուղը ապրում էր սովորական կյանքով։ Ամեն իրիկուն մեծ թվով մարդիկ էին գալիս մեր տուն ու փակվում սենյակներից մեկում։ Գալիս էին մեկ-մեկ, իսկ մեծ նանս ուղեկցում էր նրանց։ Այդ սենյակից ոչ մի ձայն չէր լսվում, կանայք չէին խառնվում, միայն Նանին երեկոյի ողջ ընթացքում 2 անգամ խունչայի վրա շարում էր ուտելիք, թեյ, ջրեր, զանազան անուշեղեն, մտնում էր նրանց մոտ և անմիջապես դուրս գալիս։ Մեզ փոքրերիս հանձնարարված էր այդ մասին լռել ու մենք լռում էինք։ Մեծերը անհանգիստ ինչ-որ պատրաստության մեջ էին։ Մի առավոտ էլ, երբ բոլորը զբաղված էին առօրյա գործերով, իսկ տղամարդիկ անասուններին արոտի էին տարել, հանկարծ գյուղի ներքևի թաղից ճիչեր լսվեցին, որոնք փոխանակ մարելու ավելի շատացան։ Կրակոցներ լսվեցին, շները սկսեցին կատաղի հաչել, այնուհետև կրակոցներին զուգահեռ սկսեցին կաղկանձել ու լռեցին։
Այստեղ, այնտեղ սկսեցին վառվել տները, ամեն տեղ ծուխ էր, հրդեհ, ճիչեր ու արյուն։ 3 ձիավոր հայտնվեցին մեր բակում։ Մայրս, որ թոնրի շրթին նստած հաց էր թխում, չհասցրեց վեր կենալ տեղից, թուրքերից մեկը խանչալով կտրեց նրա գլուխը ու ոտքով հրեց վառվող թոնրի մեջ։ Նանիս ու հորաքրոջս գնդակահարեցին տան շեմին։ Հորեղբորս նորածին երեխային խլեցին մոր գրկից, նետեցին թոնրի մեջ, իսկ իրեն քարշ տալով տարան։ Ես Գրիգորի հետ խաղում էի մեր տան կտուրին։ Վախից սսկվեցի, նրան գրկեցի ու կուչ եկա։ Գրիգորը ասես հասկացել էր, որ ձայն հանել չի կարելի, սեղմվել էր ինձ, աչքերից գլոր արցունքներ էին թափվում, բայց ձայն չէր հանում։ Կտուրին մորթված անասունի չորացող կաշի կար։ Գողունի այն քաշեցի մեր վրա, նրանք մեզ չէին նկատել, զբաղված էին թալանով։ Երբ դուրս եկան տնից, մեկը ուզում էր տունն այրել, բայց մյուսը նրա թևից քաշեց ու նրան հեռացան այնպես, ինչպես հայտնվել էին։ Երբ հանդ գնացած տղամարդիկ վերադարձան գյուղ, ամեն ինչ ավարտվել էր։ Հայրս մեզ գտավ վախից կիսամեռ վիճակում, կորցրել էինք խոսելու ունակությունը, հավաքեցին ողջ մնացած կանանց ու երեխաներին և որոշեցին, որ տեղափոխվելու էին Էջմիածին։ Հայրս մի տոպրակի մեջ խցկեց մորս շորերից, նրա գլխի կոպին մի ավետ արան, 2 հաց և պատվիրեց, որ ոչ մի տեղ ուսիցս հանելով չթողնեմ այն։ Նա գրկեց 2-իս, պինդ համբուրեց և արտասվելով հրահանգեց. Գրիգորը փոքր է, այժմ դու ես նրա մայրը, պահիր նրան աչքիդ լույսի պես, ձեռքը բաց չթողնես, Աստված կպահի ձեզ, ու շրջվեց, որ ավելի չհուզվի։ Նա 30 տղամարդու հետ մնաց, որպեսի վրեժ լուծի, իսկ մնացածները պետք է ուղեկցեին մեզ, հետագայում այլևս նրան չտեսա։ Դաժան ու դժվար ճանապարհ էր։ Ես ու եղբայրս, որ ականատես էինք եղել մեր հարազատների եղեռնական վախճանին, քայլում էինք մեր հարևանուհու փեշին կպած։ Նա երեխաներ չուներ և մեզ վերաբերվում էր որպես հարազատների։ Հիշում եմ, առաջին օրը անձրև եկավ, և մենք թրջվեցինք մինչև ոսկորները։ Գնում էինք գիշերները, որպեսզի թուրքերը մեզ չտեսնեն։ Գրիգորը մրսեց ու հիվանդացավ, ջերմում էր ու զառանցում։ Բախտակիցներիս օգնությամբ նրան կապեցի մեջքիս և այդպես շալակած շարունակեցի ճանապարհս։ Մի քանի օր անց մեր ճանապարհը կտրեցին 4 քոլոզավոր քրդեր և փորձեցին թալանել։ Մեր տղամարդիկ սպանեցին նրանց, իսկ դիակները տարան թաքցրին։ Այլևս ոչինչ մեզ չէր զարմացնում և վախեցնում։ Գնում էինք գլխիկոր, փոշու և կեղտի մեջ կորած։ Մասրենու թփերի կողքով անցնելիս պատառոտվել, ցնցոտիների էին վերածվել մեր հագուստները։ Եղբորս վիճակը շարունակում էր ծանր մնալ։ Նա ճանապարհին անընդհատ ջուր էր ուզում և ոչինչ չէր ուզում ուտել։ Տրեխներիցս մեկը կորցրել էի։ Այն անձրևից լղկել ու ամեն անգամ դուրս էր պրծնում ոտքիցս, և երբ տրխաթելը կտրվեց ու ես հազիվ ոտքս հանեցի կպչուն ցեխի մեջից, տրեխս այլևս չգտա։ Մարդկանցից ետ մնալ չէի կարելի, և ես վազեցի նրանց հետևից։ Շուտով ոտքս ուռավ և արյունոտվեց, մենք դադար առանք մի լեռան ստորոտում, ուր անցքեր կային, և ես եղբորս հետ պատսպարվեցի դրանցից մեկում։ Գրիգորը դալկացել ու գլուխը կախ էր գցել, թվում էր, թե ուր որ է կմեռնի։ Մարիամը, մեր հարևանուհին,
Եռացրած ջուր ճարեց եւ զանազան խոտեր լցնելով մեջը տվեց եղբորս։ Մի կերպ խմելուց հետո նա քնեց։ Երբ արթնացավ, վիճակը արդեն տանելի էր դարձել։ Նորից ճանապարհ, նորից հարձակումներ, մահեր, հիվանդություններ։ Մի օր էլ հարձակումներից մեկի ժամանակ մահացու վիրավորվեց մեր պահապան հրեշտակը, Մարիամը։ Արյունակամ լինելով մի ոտքից հանեց տրեխը եւ չնայելով իմ արգելքին հագցրեց բոկոտն ոտքիս։ Բազում զրկանքներից հետո հասանք Էջմիածին։ Վանքի պատերի տակ խռնվել էին հազարավոր գաղթականներ։ Մեզ վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։ Գիշերելու համար տեղ գտնելը անհնար էր եւ մենք քնում էինք գետնին։ Մեր շուրջը վխտում էին առնետները, սովալուկ շներն ու կատուները։ Մինչև հիմա ականջներիս մեջ վիրավորների հառաչանքներն են ու աչքիս առաջ սովից ուշաթափվող մարդիկ։ Մենք վանք հասցնելով ուղեկցող մարդիկ վերադարձան «Էրգիր», մնացինք մենակ։ Սկսեցին ցուցակագրել եւ խումբ ճանապարհել։ Մեզ այնքան էլ սիրով չէին ընդունել, քանի որ համատարած սով էր, իսկ ծաղիկն ու տիֆն էլ մոլեգնում էին։ Մի առավոտ էլ ինձ ու եղբորս 28 բախտակիցների հետ հանձնեցին մի մարդու, որ սայլով մեզ տանի դեպի Իջևան։ Ես հագել էի վաղարշապատցի մի կնոջ տված հագուստներն ու տրեխները, իսկ եղբայրս իր հագուստներով էր եւ միայն մի մորթե գլխարկ էր բաժին հասել նրան։ Տոպրակիս մեջ մեր տանից մնացած վերջին մասունքներն էին։ Չնայած գնում էինք սայլով, շատ տանջալից ու երկար էր ճանապարհը, տեղ-տեղ իջնում ու քայլում էինք 4 եզներ լծած սայլի կողքից, որ թմրելուց մեր ոտքերը չքարանան։ Մի գիշեր էլ, երբ համարյա Դիլիջանի մոտերքում էինք, իջանք եւ ամեն մեկս միտեղ կծկվելով քնեցինք։ Մեզ ուղեկցող սայլապանը նստած էր սայլի վրա ու չիբուխն էլ լցնում։ Նրա կողքից հրացան կար կախված, իսկ երկարաճիտ կոշիկներից մեկի մեջ դաշույն կար խրած։ Մինչ այդտեղ հասնելը ոչ մի բառ չէր փոխանակել մեզ հետ։ Լրիվ բաժանել էր մեր բաժին չոր հացը ու քաշվել մի կողմ։ Այդ օրը մի տեսակ անհանգիստ էր, հաճախ գնում եւ զննում էր 4 բոլորը։ Մեզ հորդորեց, որ միմյանց մոտիկ քնենք եւ առանց իր գիտության չհեռանանք խմբից։ Նրա երեսը մազակալած էր, աչքերը խոր ընկած, չար հայացք ուներ։ Բայց դա մեզ չէր հետաքրքրում։ Գրիգորը, որ պառկած էր կողքից, գիշերվա մի ժամի հրելով ինձ արթնացրեց։ Թակ, փորս ցավում է, ինձ տար հեռու։ Միանգամից հիշեցի սայլապանի ասածը եւ ցանկացա նրան տեղեկացնել, որ մի քիչ հեռանալու ենք, սակայն նա չկար։ Շուրջ բոլորը միայն քնած կանայք ու երեխաներ էին։ Գրիգորը սկսեց լացել եւ ես ստիպված նրան քիչ հեռու մի թփի տակ տարա։ Հանկարծ ճիչեր լսվեցին եւ մենք տեսանք, թե ինչպես է սայլապանը դաշույնով սպանում քնած մարդկանց։ Բռնեցի եղբորս ձեռքը ու սկսեցինք փախչել։ Հետո կրակրոցներ լսվեցին։ Երբ դադարեցին ճիչերը եւ մենք էլ բավականին հեռացել էինք, ես դողահար եղբորը սեղմեցի ինձ ու նստեցի մի ծառի տակ։ Վախից ցնցվում էինք, երբ մի ճյուղ ճրթում կամ մի ձայն էինք լսում, մտածում էինք, որ նա նկատել է մեր բացակայությունն ու սկսել փնտրել։ Արհավիրքների միջով անցել ու հասել էինք այստեղ, եւ մեզ թվում էր, որ այլևս ոչ մի վտանգ չի սպառնում։ Այնինչ ընկել էինք նոր որոգայթի մեջ, այնտեղ թուրքն էր, այստեղ թուրքակերպ հայը։ Ատամներս շրխկոցով գարվում էին իրար։ Ինչու ամեն մեկը մի տան փշրանք, մի տան սյուներ։ Ինչ էին արել այդ անմեղ կանայք ու մի մատ երեխաները այդ գազանին։ Դժվար էր բացատրել։
Երկար քարացած նստեցինք այդտեղ եւ երբ քիչ թե շատ խաղաղվել էինք, վեր կացանք ու փորձեցինք շարունակել մեր ճանապարհը։ Ինքներս էլ չգիտենալով դեպի ուր։ Ցանկանում էինք հեռանալ այդ վայրից, որը նույնքան վտանգավոր էր, ինչպես մեր սասունը։ Մտածում էինք, որ ավարտվել են մեր տառապանքները եւ ահ ու սարսափը, սակայն ոչ, դեռ ճակատագիրը մեր առջև բազում փորձություններ ուներ պահած։ Սկսեց լուսանալ։ Հազիվ նշմարվող թփուտների հետևից դուրս եկավ Սալպանը առանց սայլի, արյունոտված շորերի կապոցը շալակին։ Նա նկատեց մեզ, ուսից իջեցրեց հրացանը։ Մենք փախանք։ Մեր հետևից լսեցինք հրացանի փակաղակի չխկոցը, բայց կրակոց չհետևեց։ Վազեց մեր հետևից, պահանջեց կանգնել, տեսնելով չենք ենթարկվում, սկսեց հայհոյել։ Մի ձորի պռնկի էինք հասել, հանկարծ սայթաքեցինք, վայր ընկա Գրիգորը գլորվեց ձորը։ Ես ինձ նետեցի նրա հետևից ու այլևս ոչինչ չէի հիշում։ Երբ ուշքի եկա, մի անծանոթ խրճիթում էի եւ մի ծերկին ճակատից թռչոցներ էր փոխում։ Ամբողջ մարմինս տնքում էր ցավից։ Ցանկացա ոտքերս շարժել, բայց մի անտանելի ցավ շամփրեց մինչև ուղեղս։ Աղջիկս, մի շարժվիր, ամուսինս գնացել է սնխչու հետևից, դու կոտրվածքներ ունես, մի շարժվիր։ Պարզվեց, որ կոտրվել էին երկու ոտքերս, իսկ մարմինս պատված էր ճանկռվածքներով ու սալջարդերով։ Ինձ գտել էին քարափի տակից գիտակցությունս կորցրած, եղբորս մասին ոչինչ չգիտեին կամ չէին ուզում ինձ վշտացնել։ Ոտքերս յախու գցեցին ու անշարժացրին տախտակների կապելով։ Այդպես սկսվեց իմ նոր կյանքը։ Ծերուններն ինձ պահեցին, ինչպես իրենց զավակին կպահեին եւ մի քանի տարի անց ամուսնացրին։ Երբ մի տղա ունեցա, ամուսինս մահացավ, երկրորդ անգամ ամուսնացա եւ ունեցա ձեզ 4-ից։ Նանի, իսկ ուր է մյուս տղադ։ Նա մահացել է, ասաց ու լռեց։ Մի երկու կաթիլ արցուն գլորվեց ու ընկավ եղբոր մազերի մեջ, մտածում էի, որ Գրիգորն էլ մահացել ու կեր է դարձել գազաններին։ Նանս պատմում էր իր կյանքի պատմությունը, որի մասին իր զավակներն էլ ոչինչ չգիտեին։ Նա մի ինքնամփոփ ու համեստ կին էր եւ չէր ցանկացել զավակներին ծանրաբեռնել իր կյանքի դժբախտ պատմություններով։ Ներկաներից ոչ մեկը նրան չէր ընդհատում, այլ լուռ լսում ու արտասվում էինք։ Հերթը Գրիգորինն էր։ Երբ ընկա, շորս կառչեց մի ծառի ճյուղից ու սկսեց ներքևի ձգել, բայց չկոտրվեց։ Վախից ձայն չէի հանում, որ մեզ հետապնդող մարդը չգտնի ինձ։ Քանի որ ճիչեր էլ չէի լսել, հույս ունեի, որ Թագուհին փախել է։ Երբ լուսացավ, ինձ գտան մոտակա գյուղի հովիվները։ Նրանց պատմեցի մեզ հետ կատարվածի մասին։ Իրենց մեջի երիտասարդին ասացին, որ ինձ վերցնի եւ ապահովության համար 2 շներով գյուղ տանի։ Երբ գտել էին դիակները, ինձ տարան, որ ճանաչեմ քրոջս մարմինը։ Ի ուրախություն ինձ չգտա։ Մի քանի օր փնտրեցին նրան, սակայն չգտան։ Չգտան նաեւ ոճրագործին, պարզվեց, որ նրան ոստիկանությունն էլ է փնտրում, քանի որ նրան գաղթականներին հանձնել էին փաստաթղթերով։ Մնացի մենակ։ Բարի մարդիկ գտնվեցին եւ խնամեցին ինձ, իսկ 2 տարի անց որդեգրեցին։ Հիմա 4 երեխաների հայր եմ եւ 15 թոռների պապ։ Բոլորը սպասում են քրոջս գտնվելու լուրին։ Իսկ երբևիցե տեսել եք այն մարդուն, որ սպանել էր գաղթականներին։ Ամիսներ անց նրան գտան անտառում եւ ինձ տարան ճանաչելու։ Պարզվեց, որ ծտտված թուրք էր։ Գլուխը չէր բարձրացնում։ Նա ընդունեց իր մեղքը եւ ասաց, որ ցանկացել էր վրեժ լուծել եւ տիրանալ նրանց ունեցվածքին։ Հետո լսեցի, որ նրան գնդակահարել են։ Այդ գիշեր ոչ ոք չքնեց։ Բոլորը հուզված խոսում ու խոսում էին։ Քեռակինս Նանիս եղբորը խնդրեց պառկել
ու հանգստանալ։ Նա լուր համաձայնեց։ Մի քանի անգամ համբուրեց քրոջը, հետո մեզ բոլորիս եւ գնաց պառկեց։ Մի քանի ժամ անց ամբողջ գյուղը խոսում էր այդ մասին։ Շատերն էլ գալիս էին մեր հյուրին տեսնելու։ Երբ արդեն կեսօրը անց էր, նանս գնաց եղբորը արթնացնելու։ Սակայն նա այլևս չարթնացավ։ Ողջ կյանքում փնտրել էր քրոջը, չկորցնելով հույսը, եւ երբ իրականություն դարձավ, երազանքը սիրտը չդիմացավ, ննջեց, մեզ հուշ թողնելով երկու դառը ճակատագրերի իրական պատմություն։ Այս պատմությունը իսկապես շատ հետաքրքիր էր եւ երևի ասում են զուգադիպություններ չեն լինում։ Ես Էջմիածնում հանդիպեցի տողերի հեղինակին, Տիկին Քնքուշին, նրա փաստորեն ընտանիքի պատմությունը գրելիս Էջմիածին էին եկել Եղեռնի ժամանակ, շատ հետաքրքիր, բայց որ ասում են պատահականություններ չեն լինում։ Դրա համար խնդրեցի թույլ տալ, որ անպայման կարդամ։ Կարդամ, որովհետև նմանատիպ հենց պատմություններով մեր նաև ազգի պատմությունն է գրվել։ Այն ողբերգությունը, որ Եղեռնի ժամանակ 15 թվականին եղել է, նույնը վերապրեցինք հատկապես 2020 թվականի պատերազմին եւ հետագայում, երբ Արցախը հայաթափվեց։ Մենք այդ ամենի մասին խոսեցինք, երբ հանդիպեցինք Էջմիածնում Տիկին Քնքուշի հետ։ Եվ գիտեք, մեր մարդիկ, մեր կողքը կարող են շատ խելացի, շատ հետաքրքիր հանձնավորություններ լինել, բայց այն որ ինքը եկավ, ասեց, որ իմ ալիքը դիտում է, այնքան ուրախացա, որովհետև շատ մարդիկ փողոցով երբ որ տեսնում են, չեն մոտենում, իսկ այդ տեսեք մոտեցավ, ասեց դիտում է եւ ինչ հետաքրքիր փաստորեն մարդ էր։ Վերջին շրջանում մենք նմանատիպ պատմություններով գրքեր թողարկված չենք տեսնում։ Քիչ են էլի այդ ձևի գրքերը։ Ես նայում եմ հրատարակությունները նոր գրքերի, ինչ որ թարգմանություններ են։ Ավելին ասեմ, վատն այն է, որ նույնիսկ դասագրքերից մեկում, ինչի մասին մեր ալիքում խոսվել է, նույնիսկ ադրբեջանցի ինչ որ բլոգերի պատմություն է գրված թարգմանաբար եւ լրիվ անծանոթ հայի կարծեմ անուն է հեղինակի գրված։ Այստեղ էլ պատմության մեջ ծպտյալ թուրքը կամ ոճրագործը կարելի ասել։ Ու այս դասերը մեզ խրատ չեն լինում։ Թող պատմությունն էլ, պատմվածքն էլ, մեր ընդհանուր պատմությունը, մեր հայ գրականությունը զարգանա ու մարդկանց թեկուզ այս ձևաչափով էլ լինի։ Մի խոսքով, շնորհակալություն, որ դիտեցիք, շնորհակալություն, որ լսելով ինձ ձեր հուշերը նաև հիշեցիք, եթե ձեր ընտանիքում նմանատիպ պատմություններ տատիները, նանիները պատմել են, կամ պապիկները, իմ ընտանիքում շատ են պատմել, ինձ հետաքրքիր էր։ Ստեսություն, կհանդիպենք։